Բադվագան եղբարք և սերեցյալ որդյակ ի Քրիստոս։ Ինչու համար գպնդրեք գենտանին մերելներուն մեջ։ Հոս չէ, անհարյալ, մարդկային մտքին համար անհասանելի ժամանակեն ու միջոցեն դուրս եկավ քրիստոնեական հավատքին իրականությունը։ Ան հավատքին կանգնագետն է և կենտրոնական ճշմարտությունն է, թե Հիսուս Քրիստոս հարյավ մերելներեն։ Իր մահով հաղթեց մահվան և իր խաչով յանք տվավ մերելներուն։ Այո, այս գետը ամենակարևոր գետն է, որ հավատանք, թե խաչով յանք տվավ մերելներուն։ Ահա վասիկ, անցա մեծ բակի 40 օրերը, երբ բոլորս մեր գամքին ուժի չափով կատարեցինք դարձի ճամփան և ճամփուն քայլերը դեպի Աստված։ Անմիջապես հաջորդող միաշաբաթյա բակի օրերը, որոնք հայոց մեջ ավագ շաբաթ կկոչվին, ապրեցանք ու վկայեցինք Քրիստոսի դնորենական արարքներուն, որոնք ան կատարեց ամբողջացնելու համար մեր թերացած բոլոր քայլերը, իսեր և իքին մեր բրգության։ Հիշելու ենք միշտ, որ այս բոլոր զողությունները մեր բրգության համար եղած է։ Արտարև, դերը ինքը նախապես հայտնեց, թե մարդու որդին Հիսուս Քրիստոս բարդի չարչարվիլ, մեռնիլ և ապահարնել։ Զատկական իրադարձություններուն շրջակիցենեն ներս է, այս պատմութենեն կերիվեր գմնա մեր հավատքին կենտրոնի իր հաստատումը։ Այս բոլոր իրողությունները աստվածային իսպար սերը պատահեցան, այսինքն իսեր աստուծմե, որ մղեց ինձինքը իր հավիտենից դեր աստվածը խոնարհիլ, որ մարտեղանա և առնելով ծառայի գերբարանքը օձյալը ենթարկվի հարվածներուն, բայց գիտցավ համբերել ցավերուն և ան դատապարտվեցավ մեր մեղքերուն համար, դատապարտվեցավ, որովհետև այդ մարդիկը, որ իրեն շուրջ գտնվեին, չհավատացին իրեն համար։ Ու մենք իր վերքերով բուժվեցանք և կշարունակենք բուժվիլ։ Հարության զատկական առավոտը սկիզբ եղավ համաձայն մարդկության համար ժամանակաշրջուի, քանի որ իր մեջ գրնագի երևույթ մգար։ Իր մահով Հիսուս գազադակրե մեզ մեղքի կերութենեն, իսկ իր հարությամբ մեր առջև գպանա նոր մուտքը, նոր կյանքը, աստվածադեսության կյանքը, որ նոր կյանք մնե մեր այսօրվա կյանքին ընթացքին։ Այսօր մեր հավատքը փորձության կենտարկվի, մեր աշխարհը ալեկոծող
անարտարությունեն հեշտասեր կյանքի սին խոստումներեն եւ մեր հոգին ու միտքը խրովեցնող իրարու հանդեպ սիրո բագասեն։ Այս սիրո բագասը, որուն համար այսօր ամենք զգանչված ենք աշխատելու եւ իրականացվելու։ Աստվածային վարտաբեդին չարչարանքին ու խաչին վրա ան որ մահվան դիմաց արաքյալներուն հավատնալ արմադական փորձության ենթարկվեցավ եւ նույնիսկ անմիջապես չհավատացին հարության լուրին, որովհետեւ գիներու միջոցով իրենց հասավ։ Քերեզմանեն վերադարձած սուրբ գիները խոսեցան զարանցումի մեջ։ Անորամար աշակերտները անմիջապես վազեցին դեպի քերեզման եւ երբ տեսավ Պետրոսը քերեզմանի բարապետությունը այն ժամանակ վերադարձավ եւ ամրապնդեց իր եղբայրները իրենց հավատքի մեջ։ Հավատաց հարուցյալին եւ անոր վկայության վրա հիմնվելով բոլոր աշակերտները հետևեցան իրեն եւ աղաղեցին ամենքը միասին արտարև դերը հարություն արավ եւ երևեցավ Սիմոնին։ Այս տարի Սուրբ Պետրոսի հաջորդող Ֆրանցիսկոս Սրբազան քահանայապետը մեզ կհրավիրե ապրելու հույսի հոբելենական տարին, որբեսի աստվածային շնորհքին ներկործությամբ մեր հավատքը վերստին ծնունդ առնե Տիրոջ ռաշկապար հարության մեջ։ Եվ այսօր համար է, որ ամենքս այսօր գանչված ենք, որբեսի կարողանանք ապրիլ այս հույսը Քրիստոսի հարության մեջ խորասուզված։ Գործունյա արարքներով մեր հատուկ վերեշոցությունն է ցեզի, թե հարուցյալ Քրիստոս սկիզբը եւ աղբյուրն է մեր ապակա հարության։ Քրիստոս հարյավ մերներեն, անտրանիկը ննչեցյալներուն։ Ինչպես բոլորը գմերնին ատամով, նույնպես բոլորը պետք է հարություն առնեն եւ վերագենտանանան Քրիստոսով։ Այս է ճշմարտությունը եւ հավիտենականության համար բայկարի մեր բոլոր աշխատանքները եւ ընթացքը այն ջամփու վրա։ Հիշենք, որ այսօր աշխարհի վրա հարուցյալ Քրիստոս գաբրի իր հավատացյալներու մեջ, իրեն հավատացյալներու սրդի մեջ, եկեղեցի մեջ, Հիսուս Քրիստոս գաբրի իր եկեղեցվո աղոթի մեջ, Հիսուս, որ մեռավ եւ հարյավ Աստծո աջ կողմն է, միջնորդ է մեզի համար։ Բազմապատիկ գերբով ներկա է իր եկեղեցի մեջ։ Անոր համար սիրելի հավատացյալներ, եղբայրներ եւ քույրեր, չանանք որքան կարելի է մենք կարողանանք ապրել այս հարությունը Քրիստոսի եւ ուրախանանք եւ առաքյալներուն պես կարողանանք բարձրացան գերբով գանչել եւ ասել Քրիստոս հարյավ իմերելոց։ Օրնյալ է հարությունը Քրիստոսի։